Ճարպակալման գնահատումը կատարվում է պարզ մեթոդով, հաշվվում է մարմնի զանգվածի ինդեքսը, BMI-ը կամ մարմնի զանգվածի ինդեքսը հայերենով, եթե այդ ցուցանիշը 30-ից բարձր է, կա ճարպակալում, սակայն երեխաների մոտ հաշվարկը մի քիչ այլ է։ Մենք նայում ենք ըստ պերցենտիլային ահուսակներին, այսինքն տվյալ երեխայի տարիքի եւ սեռի համար արդյոք իր քաշի ու հասակի հարաբերակցությունը նորմալ է, թե չէ։ Այդ մարմնի զանգվածի ինդեքսը շատ հեշտ է հաշվել, ընդհանրապես պետք է մարմնի զանգվածի կիլոգրամով բաժանել հասակի քառակուսուն մետրով։ Օրինակ, մարդը ունի 60 կիլոգրամ քաշ եւ 160 սենտիմետր, որ 1.6 մետր հասակն է, ընդհանրապես վերցնելու ենք 60-ը, բաժանենք 1.6-ի քառակուսուն։ Եթե այդ թիվը լինի 30-ից բարձր, կհամարվի ճարպակալում, 30-ից ցածր, բայց 25-ից 29 կլինի հավելյալ քաշ եւ մինչեւ 25-ը նորմալ, բայց մինչեւ 18.5-ն էլ դա անբավարար քաշն է։